Լորին։ Սկսենք աղոթքով։ Միասին աննորի ողջույն Սուրբ Ամեն, Հայր մեր, որ երգենս ես։ Սուրբ Եղեցի անուն քո, եկես արկայություն քո, եղեցին գամ քո, որպես երգենս եւ երգրի։ Ըստ հաց մեր հանավազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ բարդիս մեր, որպես եւ մեկ տող մեր ուսբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, ապրգած մեզ չարե, զիքոյ արկայություն, եզորություն եւ պարկավդյանս ամեն։ Ողջույն քեզ Մարիամ, իշնորոք Տերն քեզ, օրհնյալ ես դու կանայս, եւ օրհնյալ է բդո որովայնի քո Հիսուս։ Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսյավաս մեր մեղավորացս այժմ եւ ժամու մահվան մերո ամեն։ Բարքոր եւ օրդվո եւ ոգմին սրբո, այժմ շեդյան սավդենից ամեն։ Տակուի մասության, աղաչյավաս մեր, անհոր եւ օրդվո եւ ոգմին սրբո, ամեն։ Ուրեմն նորեն սկսենք հարցումներով, եթե կան հարցումներ։ Հարցում չունենք այսօր։ Շատ բարի։ Մենք հավատամ կա ուսումնասիրում ենք սկիզբը այս կրկին մենք ավելի նայում ենք առաքյալների հավատամքին, այսինքն այդ հավատամքը, որ առաջին դարու վերջավորության արդեն իսկ այդ հավատամքը կար եւ անցյալ անգամ ցեզի բացատրեցի երկու խոսքով նորեն ասեմ, որ այդ հավատամքը անհրաժեշտություններ, որովհետև ահագին նորեկներ, ովքեր հրյա գրոնքի մասին բան չէին գիտեր, հավասիկ իրենք եւս ցանկացան մգրտվել, ցանկացան քրիստոնեություն ընդունել։ Եվ որքան որ հрьяաները Սուրբ Գեորգյան մասին բանը չէին գիտեր եւ Աստվածաշունչը 5 դակարանը բանը չի ասում այդ Սուրբ Գեորգյան մասին, բայց եւ այնպես անհրաժեշտություն չի գար իրենց ովևէ բացատրություն տալու այդ ամենի մասին։ Կարիք չի գար։ Բայց օդարներին անշուշտ կարիքը կար ահագին բացատրություն տալու։ Եվ հավասիկ Հայր Աստված, Որդին Աստված, Ոգին Սուրբ Աստված։ Մեկ Աստված, բայց եւ դարբերություն կա Հայրը Որդին չէ, Որդին Հայրը չէ, Սուրբ Ոգին Հայրը չէ, ոչ էլ Որդին է։ Ամեն մեկը իր թերը ունի։ Եվ պետք է ասել, որ մոտավորապես 2000 տարի շատ քիչ աստվածաբաններ հատուկ կերպով մտածեցին այս խնդրի շուրջ։ Անցյալ տարու մեջ է, որ մի մայրաբեդ, որ սապատասվեց Տերեզ Սուրբ Գեորգյան Սրբի Տերեզա, ինքը հատուկ հարաբերություն ուներ այդ երեք անձերի հետ եւ իր կրությունները իրապես մեզի նոր լույս կսպրեն թե ինչպես հասկանանք Սուրբ երրորդությունը, բայց անշուշտ չեն կարող հասկանալ։ Եվ կարծեմ անցյալ անգամ ասել էի, երբ մենք խոսում ենք խորհրդի մասին, խորհուրդը առեղծված չէ։ Առեղծվածը մի բան է, որ չենք գիտեր, չենք բանա, բայց խորհուրդը մի բան է, որ կարող ենք որոշ չափով հասկանալ, գաղտնիք չէ, բայց չափազանց խորն է։ Եվ
Սա է, որ մենք պիտի աշխատենք աղոթքով ամենեն ավելի։ Ուսումնասիրությունները Քիրքեգար տալը շատ քիչ կօգնեն, բայց փուն օգնողը այո, աղոթքն է։ Երբ որ մենք սկսենք հարաբերություն ունենալ, եւ որքան ավելի հեշտ է, որ մենք աղոթենք Աստված ասելով եւ ոչ թե Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հայր Աստված, որ ինքն է, որ ստեղծած է, բայց ստեղծած է Սուրբ Յորտյան երկրորդ անձի միջոցով, որ հոր Աստծո խոսքն է։ Մեկը Մույսեն առաջ չէ, մեկը Մույսեն հետո չէ, միշտ եղած են եւ սա ոչ թե ժամանակի հասկացողությամբ, այլ հավիտենականություն եւ հավիտենականություն գսենք, այլևս ժամանակը գոյություն չունի։ Սա դարբեր հարթակ է։ Ուրեմն Հայրը ունի մեկ խոսք, այդ խոսքը Սուրբ Յորտյան երկրորդ անձն է, որ մարմնացավ, մարտացավ Հիսուս։ Եվ այդ հարաբերությունը, որ գա հոր եւ որդու միջև, անշուշտ Սուրբ Հոգին է, այդ սերը, որ գա, եւ հաղորդություն եւ հաղորդակցություն։ Եվ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ոչ միայն Սուրբ Յորտյան մեջ է, այլ մեզ բոլորիս համար է։ Մենք բոլորս մենք կարողանում ենք իրար հասկանալ միայն Սուրբ Հոգու միջոցով։ Եթե Սուրբ Հոգին չլինի, չեն կարող իրար հասկանալ։ Եվ երբ որ Սուրբ Հոգին գա, նույնիսկ եթե բառերը չհասկանանք, մենք իրար կհասկանանք։ Չեմ գիտեմ, եթե կրնակ ընդունել այս ճշմարտությունը, հասկանալու պետքություն չի գա։ Միայն պիտի ընդունենք։ Ուրեմն եկեղեցին միշտ աշխատել է մեզի բացատրելու, դարերի ընթացքում մեզ բացատրելու այդ հարաբերությունը, որ գա, որ մենք չենք կարող հասկանալ, բայց ընդունում ենք այդ երկուսի անհուն սեր եւ ինչպես ասել, որ անձ է, բայց երեք անձը մեկ Աստված է։ Սա մեր ուղեղը չի գնալ հասկանալ։ Մենք տարբեր նկարների պետք ունենք, որ մենք կարողանանք իրար բացատրել եւ կանայտյանս տարիներին տեսակ նկարներ կործածել եմ, որպեսի դիմացս եղող փոքրերը, երիտասարդները, տարիքոտները, ուսանողը, անոր ուսում չունի, այդ ամենը իրենց ամեն մեկուն ինչ որ հարմար էր, ես իրենց տված եմ պատկերներ եւ օգնած եմ, որ սկսին մնացել, բայց մնացածը իմ կորձս չի, մնացածը Աստված ինքն է։ Եվ երբ որ գսենք Աստված, նույն ժամանակ ասում ենք երրորդություն, երեք անձիկ։ Ինչ պետք է գիտենանք։ Հիմա ամենահեշտը այնքան հեշտ չէ։ Առաջինը, երբ որ սկսում ենք Հոր Աստծո հետ, առաջին խնդիրը որ ունենանք հասկանալ հայրություն ինչ է։ Երբ որ մենք նայում ենք հայրության, եւ սա չափազանց կարևոր է, որ մենք հասկանանք, որովհետեւ մենք միշտ ամեն ինչ փորձում ենք հասկանալ, ինչպես մեր փորձառութենեն։ Երբ որ խոսենք հոր մասին, մենք միշտ մտածում ենք ամենաառաջ մեր հոր մասին։ Անգե հետո
մտածում ենք, որ ինչ տեսակ հայր գցանկանայինք ունենալ, բայց առաջինը մեր հայրն է, և սա ամենակարևոր կետերեն մեկն է, որովհետև պատմությունը, այսինքն ամբողջ աշխարհի պատմությունը մեզ ցույց է տալիս, որ եթե մենք մեր հոր հետ լավ հարաբերություն չունենք, չենք կարող շատ լավ հարաբերություն ունենալ Աստծո հետ, եթե մենք միայն մեր ուժերի վրա բանենք։ Ուրեմն երբ որ Լիզիոյի Տերեզան 24 տարեկան էր, երբ որ մահացավ, ուրեմն իր մահանալեն 15 տարի հետո Իսուսյան վարդապետներ եկան և սկսան քույրերի հետ խոսիլ, իրենց հարցնել այդ քույրի մասին, Տերեզայի մասին։ Շատ հետաքրքիր է և ինձ իրապես հուզած է, և որ այդ ամենը լսած եմ, որովհետև այդ ամենը ֆիլմ շինած էին, ես ֆիլմը չի տեսա, բայց ցայնակրությունը, ֆիլմի ցայնակրությունը լսած եմ։ Ուրեմն քույրերեն մեկը շատ այբանում էր Տերեզային, որովհետև իր հարաբերությունը իր բաբային հետ շատ հարազատ էր, որովհետև բաբան, Տերեզային հետ խոսած ժամանակ և իր ամբողջ վերաբերմունքը Տերեզային մա պրանսես, այսինքն պրանսեսին հայերեն է, որ մեկներ Arkadaşlar. Okay. Իմ արկայատուստրս։ Ացևով խոսում էր իր աղջկան հետ։ Եվ ոնե վարդապետը գացն է։ Ձեր դունը ինչպես էր։ Մեր դունը ամբողջովին դարբեր էր։ Հայրս և մայրս իրար հետ խոսած ժամանակին բարոն ասինչ սելով գինը խոսի, ամուսինը դիգին ասինչ սելով կպատասխան է, սեղանի շուրջ հաց գուտեն, այս ծևով է, որ իրար հետ խոսին։ Իսկ դուք մենք իրավունք չունենք խոսելու միջև, որ մեզի խոսք չուղեն, ստիպած լուր կմնանք։ Կտեսնեք, երբ որ մեկը այդտեսակ ընտանիքի մեջ ապրում է, բաբան սեղանը նստած է իր հետ, բայց չափազանց հեռու է, հասանելի չէ։ Ասված որքան ավելի հեռու պիտի չէ։ Սա էր այդ մտածելակերպը, եւ սա է մտածելակերպը շատ ուրիշներին, եւ այսօր աշխարհի մեջ այնքան խնդիրներ կան ծնողների եւ զավակների հետ։ Մյուս կողմեն մի բան, որ Ավստրալիայի մեջ պատահեց։ Ավստրալիա մեջ երկու դոն կա, մեկը մայրերի դոնը, մյուսը հայրերի դոնը։ Ուրեմն մի մայրաբեդ ինքը հոգևոր օգնություններ մատուցում մի բանդի մեջը, ուր 1300 և քանի տղամարդիկ բանդարգյալ էին։ Ուրեմն, երբ որ մայրերի դոնը մոտենում է, կերտա 100 հատ մայրերու դոնի արիտով բացիկներ գարն է և մեկ օրվա մեջը բոլորը գան և գքնեն այդ ամենը, կվճարեն գքնեն։ Գսե հիրանի ես ավելի պերած լինեի, բայց երբ որ հայրերու դոնը գլինի, 200 հատ կբերը։ Քանի հատ կծախե հայրերու դոնին։ Ոչ իսկ մեկ հատ։ Ոչ իսկ մեկ հատ։ Բանդին մեջը չի գար, 1300-ն ավելի բանդարգյալներ, տղամարդ բանդարգյալներ կան, մեկ հատ չի գա, որ բաբային հանդեպ հարկանք ունի։
Սա կասեմ, որովհետև պետք է որ մենք հասկանանք բաբայի եւ զավակի հարաբերությունը որքան աղավաղված է ոչ Հայաստանի մեջ մասի Հայաստանի մասին չեմ խոսում Հայաստանը ավելի դարբեր չէ վաղով եղեք ինչեր նաև դեսել եմ ես Հայաստանի մեջ բայց չեմ սիրել խոսել Հայաստանի մասին որովհետև սա մի պատմություն է որ դուք գիտեք բայց իվանպես Հայաստանի մեջը մի քիչ ավելի հարկան կա բաբայի հանդեպ քան ինչ որ ես տեսել եմ Ավստրալիա մեջը ավստրալիացիների կողմից ուրեմն որքան կարևոր է որ մենք կարողանանք մարդկանց բացատրել հոր թերը եւ որ կա հոնդեղ մի հայր որ համապատասխանում է մեր ցանկության ոչ թե մեր երևակայության մեր ցանկության ինչ որ մենք իրապես կցանկանանք եւ ինչ որ 3 տարեկան երեխան կցանկանա որպես հայր եւ ինչ նորեն Ավստրալիա մեջը 1970-ական թվականին էր դադարանին մեջը հավասիկ մի հայր դատվում էր որովհետև սպանած է իր աղջիկան դուստր 3 տարեկան ինքը առանցին արջե ոնդեղը 3 հոգի են եւ իրենք հարբած են եւ այդ աղջիկան մարմնին դարբեր մասերը եւ բաննա ասեն ավելի նուրբ մասերը իրենց սիգարետով այրում են 3 օր տանջում են այդ աղջիկան երրորդ օրը աղջիկը զուգարան են որգել է չի գնալ ինքը երտրոցիկը կաշել ուր գերտա բաբային գերտա այդ բաբան որ այդ ամենը անում է իրեն բայց ինքը դերևս վստահում է այդ բաբային ինչ որ խոսում եմ ծանր է բայց կուզեմ ասել որ այս ամենը գոյություն ունի եւ միևնույն ժամանակ մենք միշտ չափազանց ուշադրությամբ պիտի խոսենք բոլորին հետը մեր ճորս կողմը եւ նաեւ եթե մեր անձնական բանի մեջը հիշողության մեջը սխալ բաներ կան բաբայի վերաբերյալ այդ ամենը պետք է շտկենք մեր հարաբերությունը շտկելու համար ասոյ Իռլանդայի մեջը կանտրատարնան որ հոնդեղը դասեն ավելին վարտաբետներ իրապես բորտկում են եւ հագարակ են ռոմի բաբին եւ որ հոգեբանը ուսումնասիրում է իրենց կյանքը տեսնում է որ ասա դասադը եւ ավելին խնդիր ունեցած են իրենց բաբաների հետ եւ որովհետեւ իրենք իրենց բաբայի հետ խնդիր ունեն ռոմի բաբը որ մեր բոլորի բաբան է մեր բոլորի բաբան է չեն կարող ընդունել իրեն կամ իր իշխանությունը չեն որովհետև վարտաբեն են եւ բավական գիտելիքներ ունեն չեն կարողանում անշուշտ բախվել հոր ասծո հետ բայց պիտի բախվի մեկում հետ հրովի բաբի հետ կբախվի հոգեբանները ասոր վրա բավական կրություններ բանգնեն եւ աշխատին օգնել այդ անձերին որ հասկանան թե ինչ է հիմա ասամենը որ խոսեցի բայց օրվա սկսեմ իջեր հիմա ոչ մեկից էսի օգտակար չէ ինչու էսի ես արմանաշան գամտքիս մեջ եվս արդյոք պետք է որ ցեզի ասեի կամ միան ցեզի դամ կրկի բացատրությունները
Եվ անցնենք։ Ինչևէ, ուսամ վադասություն չտոնի ձեր վրա, այլ աշխատեք հասկանալ, որ բաբան չափազանց կարևոր է, բաբային դերը, եւ գախունչունի թե մենք ինչ հարաբերություն ունեցած ենք մեր բաբային հետ, բաբան հիանալի անձնավորություն է։ Հիանալի անձնավորություն է։ Կամ պետք է որ այդպես լինի։ Եվ որ մենք այդ հարաբերությունը կարողանանք մտածել եւ երազել մեր ծնողների վերաբերյալ, ես անցամ կուզեմ ասել, որ ես հորս շատ սիրած եմ, հարգած եմ, անշուշտ դատարյալ մարդ չի գա, եւ ձեզ շատ կերած եմ, բայց երբեք չեմ ափսոսած, որ բաբան ինձ ծեծել է, որովհետեւ ես իրապես բավականին չար էի, եւ ուրեմն բաբան ծեծել է, բան չի գա, բայց իմ սերը իրան դեպ երբեք չի փոխված եւ միշտ ընդունել եմ իրեն եւ իր կոդրված լինել, ինչպես որ մենք բոլորս կոդրված ենք։ Հայրաստված ինքն է, որ ստեղծեց ամեն ինչը եւ այդ ստեղծագործության մեջը նաև մենք տեսնում ենք կարգուկանոնը։ Կարգուկանոնը, որ կա աշխարհին մեջը, իրականության մեջ սա մենք վերագրում ենք Սուրբ Հոգուն։ Որովհետև Սուրբ Հոգին է, որ նախախնամությունը իր ցերկն է եւ ինքն է, որ կարգուկանոն տնում է աշխարհին 4 կողմը իր հաղորդակցությամբ եւ հաղորդությամբ։ Այդ ամենը ամբողջ տարերի ընթացքում եւ տարերեն դուրս այդ հավիտենական հարտակին մեջը նաեւ Սուրբ Հոգին է, որ պատասխանատու է այդ ամենին։ Հայրը սիրում է որդուն, հայրը որդու դալիս է իր ամբողջ էությունը, որովհետև որդին այդ հոր Աստծո խոսքն է, հոր Աստծո ինչ որ եբրայերեն լեզվով գսեն դաբար, ինչ որ հունարենով գսեն լոգոս, լատիներեն վերբում եւ հայերենով մենք գործածում ենք երկու բառ, մեկը խոսք, իսկ մյուսը բան, եւ բանը որբեսի գիտություն, ինչպես որ լոգոսն է։ Ինքն է ասո ամբողջ գիտությունը եւ ինքն է, որ եկավ աշխարհ, մարմնացավ, մարդացավ, ինքը ինչ որ բանի մեջը մեր կիրագորվա հավատամքը, որ գսենք անոր մեջը լույսի լուսո, ասված ճշմարիտ է, ծնունդ եւ ոչ արարած։ Եվ սա ծնունդ եւ ոչ արարած մեզի համար մի քիչ բան անհասկանալի է, ինչպես գսես որ ծնվել է եւ գսես որ նույն ժամանակն է եւ գսես որ արարած չէ եւ եկեղեցու հայրերը որքան խնդիր ունեցան այս ամենը հասկանալու եւ նաեւ հակին վիճաբանություններն հետո է որ վերջին որոշումին եկան եւ ընդունեցին այս ամենը եւ ուրեմն Հիսուսին շիդակցելով հասկանալը անհրաժեշտություն է որովհետեւ մենք կարողանանք հասկանալ բրգակորձությունը
Եվ սա նորեն վերջի պիտի տեսնենք, որ երբ որ խոսում ենք Հիսուսի մասին, եւ ասում ենք, որ երկու բնություն մեկ անձ որքան կարևոր է։ Եվ այսօր եւս մենք ունենք քրիստոնյաներ, արևելքի քրիստոնյաներ, սուրյո քրիստոնյաները, անոնք որ կաթողիկ չեն սուրյո մեջը, իրենք չեն ընդունիր, որ Հիսուսի մեջ երկու բնություն կա։ Իրենք ասեն, որ միայն մեկ բնություն կա։ Միայն աստվածությունը կա, մարդկություն չի կա իր մեջը։ Եվ ինչ որ կամվեց, եւ մերավ խաչի վրա, անիկա իսկապես անց չէ։ Աստվածությունը թողած էր այդ մարմինը։ Ուրեմն աստվածությունը չկար, երբ որ Հիսուսի մարմինը մեռնում էր խաչի վրա։ Բայց եթե այդպեսով նայել լինես, եւ նորեն ուրիշ կետալ ձեր ուշադրության հանձնեմ, այն է որ երբ որ այդ ցավով բանենք որ Հիսուսի մեջը աստվածություն չկար, երբ որ մեռավ, հետևանքը ինչ որ կաթողիկ եկեղեցին սովեցնե, բայց նաև բանալ նույնն է, ողաբարի եկեղեցին նույնն է, այն է որ Հիսուս երկուքը միասին էր եւ հոս է որ մենք խնդիր ունեցանք կաղկետոնի մեջ եւ կաղկետոնի մեր բուն խնդիրը ոչ թե հույների եւ լատիների հետ էր, մեր խնդիրը առաջ եկավ Սուրիայի եպիսկոպոսների պատճառով, որովհետև Սուրյո եպիսկոպոսները որ գտնվում էին Կաղկետոնի ժողովին, մենք հայերս հոն չենք կրնար լինել, որովհետև 451 թվականն էր եւ մենք վարսիկների դեմ պատերազմ ունեինք այդ ժամանակ, ուրեմն մեզանից մոտ չգնաց, բայց երբ որ սուրիացիները հոն էին եւ իրենք սխալ հասկացան եւ եկան մեզի սխալ բացատրեցին, հայ եկեղեցին չընդունեց սուրյաների բացատրությունը, բայց այդ ձևով ներկայացնելու փոխարեն ասեցին, որ մենք կաղկետոնը չենք ընդունել ու վերջ։ Սա խնդիր է, անշուշտ, բայց նաև Աստծո ձեռագիրը մենք չենք հասկանալ։ Որովհետև եթե կաղկետոնի ժողովը հայերը ընդունեին, անշուշտ մենք եթե ով խոսում ենք եւ չենք գիտեր ինչպես վար, բայց 8-րդ դարուն երբ որ հույները ուզեին մեզ ստիպել, որ մեր կաթողիկոսությունը ենթարկվի իրենց, եթե այդ ձևով լիներ, այդ ժամանակ մենք մեր լեզուն պիտի գործընծնեինք, որպես հայ չպիտի մնայինք։ Ուրեմն մեր հայություն մենք կարողացանք պահել, որովհետև մերոնք չընդունեցին բանը, կաղկետոնը։ Եվ երբ որ ուրեմն Կոստանդնոպոլսեն ճնշում բանեցրին, որ հայերը իրենց միանան, ոնդեղը դեպ բادرվագը օրենքների ասեցին, որ մենք չենք ուզեր կալ եւ ձեր բادرակին մասնակցել, որովհետև դուք թուղթխմորով հաց կգործածեք, մենք առանց թուղթխմորի հաց կգործածենք եւ նաեւ դուք չուր գտնեք քինո մեջը, մենք չենք տաներ։ Բայց ասոնք բզդիկ բաներ են, բայց ում խնդիրը ոնդեղը կաղկետոնի ժողովն էր։ Ուրեմն ծառը 19-րդ դարին
ինքը գուզեր մեր բոլոր կալվածները Մոսկվայի հպատակեցներ եւ ստիպեր որ մենք ռուսական ծեսին հետևենք եւ մեր ծեսը եւ մեր լեզուն թողնենք Խրիմյան հայրիկը չընդունեց Խրիմյան հայրիկը բավականին Եվ իրենք հայերին մոնոֆիզիտ անունը կպցրին ու մինչև հիմա այդ ինչքան էլ որ հերքում են վերևներում ժողովրդի մեջ հայերը մնում են մոնոֆիզիտ մոնոֆիզիտ մնում է որոշ մարդկանց կով բայց կաթողիկ եկեղեցին այսօր հայերին մոնոֆիզիտ չի անվանում ռոմացիո չի անվանում Ռուս եկեղեցին էլ չի անվանում ուղղակի այդ այն ժամանակվանից մնացել է ժողովրդի մեջ ու մեկ էլ ավելի ցածր հոգևորականներ ցածր նկատի ունեն ոչ այդքան շատ գիտելիքներ խորը գիտելիքներ ունեցողները այդ ձև քարոզում են թե վերևներում ռուս ուղղափառ եկեղեցին էլ է ընդունում որ հայ եկեղեցին մոնոֆիզիտ այո որովհետև Պասկեն առաջինը կարքին եւ առաջինը եւ երկրորդը եւ Արամ կաթողիկոսը Լիբանանի բոլորն էլ Վատիկան գնացին եւ այսօր վերաբերյալ պետք է աց համացանությունները կնքած են սարակրած են ամենից որ հոնդե խնդիր չի գա բայց ինչպես ասում եմ չհասկացողները կարող են այցևով բանել բայց ուրեմն Խրիմյան հայրիկը եղավ այդ անձը որ երբ որ այդ ժամանակ դաշնակները եւ ուրիշներ կանգատվում էին եւ ավելորցային կանեին որ մեր կալվածները գուզեն ինչ գիտնամ ինչ Խրիմյան հայրիկը շատ հանդարտ էր եւ իր հանդարտությամբ բացատրեց որ մենք կախկետոնը չենք ընդունել եւ անհարմար չենք գնալ միանալ նույն խնդիրը նորեն բադահեց երբ որ կոմունիստությունը եկավ կոմունիստներն ուզեցին նույնը անել բայց դա թերևս նոր էր բանը Խրիմյան հայրիկին պատասխանը եւ անոր համար ամիջապես պատասխանեցին եւ խնդիրը երկար չդեվեց ուրեմն ասած ծրագիրը ինչպես է մենք չենք հասկանալ միայն գիտենք որ Աստված գիտի ինչ է անում եւ ամեն ճարիքի մեջ նաեւ բարիք գա Okay, ուրեմն Հիսուսի երկու բնությունը մեկ անձը չափազանց կարևոր մի բան է եւ Մարիամ Աստվածածնա հանդեպ մեր բոլոր աստվածաբանությունը կապված է ոչ թե միայն մեծարելու Մարիամը այլ որովհետև եթե Մարիամին հետ սխալ վարվենք Հիսուսին մասին մեր ամբողջ մտածելակերպը սխալ կլինի եւ այսօր փոխկականներին չախճախիչ մեծամասնությունը մեծ խնդիր ունի որովհետև չեն ուզեր ընդունել որ Մարիամը աստվածամայր է եւ այսօր երբ որ գնացիս երկար կբացատրես իրենց ոչ էլ հասկանալ ոչ էլ լսել խնդիրը ուր է իրենք կարծում են որ կաթողիկ եկեղեցին գուզե միայն Մարիամը մեծարել բայց ոչ խնդիրը Մարիամը մեծարել չէ երբ որ մենք ասում ենք աստվածամայր որ ակին խնդիրներ եղավ մինչև որ համաձայնվեին եւ օգտագործեին Theotokos որը Theotokosը որը հունարենն է աստվածամայր բարին ահագին խնդիր եղավ ահագին գրիվներ բաներ բայց բուն բաճարը նորեն գսեմ
բաններ Հիսուսն էր եւ հասկանալ Հիսուսին եւ Հիսուսի երկու բնությունները մեգանց երկու բնություն սա հասկանալը ամենամեծ բաններ խնդիրներ եւ եկեցին ուրեմն ասվածամայրը ասելով որ ասվածամայրը այդ խնդիրը այդ ծավալը որ մենք լուծեցինք եւ այդ ծավալը որ կլուծենք ուրեմն ամեն ծավալ երբ մենք մեծարում ենք Մարիամը մեծարում ենք Հիսուսի պատճառով եւ Հիսուսին ավելի լավ հասկանալու համար եւ ոչ միայն Հիսուսը որպես անձ նաեւ երբ որ խոսում ենք անարատողության մասին երբ որ խոսում ենք վերապոխման մասին այս գեդերը եւս կապված են Հիսուսի հետ եւ բրգության հետ հասկանալ թե բրգությունը ինչ է եւ ինչու համար է որովհետեւ փոխկականները ամբողջովին դարբեր ծավով կհասկանան եւ կներկայացնեն բրգությունը իրենց համար ինչ է բրգությունը բրգությունը մարդս մեղ կործեց եւ ահավասիկ Հիսուս եկավ եւ այդ մեղքին քինը վճարեց բայց բրգությունը միանանիգա չէ եւ հոսե ամենա խոր խնդիրը որ կա հոսե եւ ինչ այդ խնդիրը այն է որ երբ որ կաթողիկե ինչպես նաեւ ուղղապար ծևով մեկնաբանենք Հիսուսի բրգությունը մենք կտեսնենք որ այդ բրգության փուն նպատակը որ նաեւ ավելի հստակ է երբ որ մենք հասկանանք եւ կընդունենք պասեկը եւ կընդունենք կարի մորտվելը ինչու է այդ ամենը լինում է ոչ թե մեղքը չնչելու համար միայն այլ լինում է փուն բաճարը որբեսի Աստծո առաջնակարգ ծրագիրը իրականանա եւ ինչ այդ առաջնակարգ ծրագիրը որ Աստված միշտ ունեցել է որ մարդս կարողանա շիդակ ծևով Պաշտամունք մատուցել Աստծուն մարդս մեղքի պատճառով այլևս չի կարողանում պաշտամունք մատուցել ինչպես որ պետք է եւ Հիսուսն է որ իր մահվամբ հարությամբ եւ համբարձումով սա պետք է բանենք որովհետեւ ինչ որ Աստվածաշունչը մեզի սորվեցնում է այն է որ բանի մեջը ամբողջ Աստվածաշունչի մեջը մենք տեսնում ենք որ Աստծո ծրագիրը այն է որ մենք շիդակ պաշտամունքը մատուցենք Աստծուն սա է եւ այդ շիդակ պաշտամունքը մենք չենք գնալ անել եւ Հիսուս ինքն է որ անում է իր մեկ զոհ մատուցելով իր զոհը Արթաբեդ ջան այո շատ կներեք շատ բարդ թեմա եք բացատրում իսկ միթե այդ ողջ պաշտամունքը էլի մեր փրկության համար չի մեր ողջ պատարակը միթե մեր մաքրվելու եւ Աստծուն ճանաչելու մոտենալու համար չի մգրդություն է որ մեզ մաքրում է եւ միան մեկ մգրդություն կա մենք մաքրում այո բայց մկրտությունից հետո որ մեղանչում ենք ինչպես կարող ենք մաքրվել խոստովանանքն է հաղորդությունը
մաքրելու համար չէ, մաքրված գնում ենք իրեն եւ ինքը մեզ գերագրում է մեկ կողմեն եւ մյուս կողմեն մեզ տալիս է հնարավորությունը, որ պաշտամունքը մատուցենք։ Նորից բացատրեք։ Փուն նպատակը բոլոր խորհուրդներին, 7 խորհուրդներին փուն նպատակը այն է, որ մենք բոլորս բոլոր ժողովուրդները, բոլոր տարերի, բոլոր քրիստոնյաները մենք մեր մգրդությամբ լինում ենք Քրիստոսի մարմնի անդամներ եւ Քրիստոսը իր ամբողջությամբ մեզ բոլորս առնում է իր մեջը, որբեսի հոր Աստծուն դա այդ պաշտամունքը, որ Աստված ցանկանում էր եւ մարդը պիտի կարողանար դա, երբ որ տրախտին մեջներ եւ մեղքի պատճառով այլևս այդ կապը գդրվեց եւ այդ կապը վերահաստատվեց ոչ թե Հիսուսի մահվամբ եւ հարությամբ, այլ վերջնականը եղավ, երբ որ Հիսուս իր ֆիզիկական մարմինով, հարուցյալ մարմնով գնաց նստեց հոր Աստծո աջ կողմը եւ մենք միացած իրեն դալիս ենք հոր Աստծուն, դասի ենք Սուրբ Յորոծության այդ պաշտամունքը, որ մենք չենք կարող դալ, միայն Հիսուսն է, որ դալիս է։ Ամեն։ Միչե որս չէի հասկացել Վարդապետ ջան, ես գիտեմ մենք հաղորդումը ստանում ենք, խոստովանելով մակրովում ենք, բայց Սուրբ հաղորդությունը հաղորդությամբ իր մեջ բնակվելով Աստված ինձ սիրտը մեղքերս բան անելով, այրելով, ինձ մակրովում ես, տեսեք, հասկացա, ինչ որ ասեցիք, ես վերջի միտքը հասկացա, բայց նորից է պետք լսել։ Ոչ այսօր, չէ։ Հետո նորից կմիացնենք կլսենք, այո, ոչ այսօր, իհարկե, շատ շնորհակալություն։ Դա մի բան է, որ փոխականներին 99% չեն հասկանում։ Ո՞ց է խնդիրը։ Չեն ուզեր ընդունել, ոչ միայն չեն հասկանում, Ոնդեղ բարդ կար եւ Հիսուս մեռնելով այդ բարդը վճարեց։ Եվ եթե հավատում ես Հիսուսին, այլևս փրկված ես, բան մանելու պետքություն չի գա։ Բայց նպատակը ինչ է։ Փրկության նպատակը ինչ է։ Փրկության նպատակը միայն մեկ բան է։ Աստծուն մատուցել այդ պաշտամունքը, որի համար մարդը ստեղծված է։ Մենք ստեղծված ենք պաշտամունքի համար։ Եվ այդ պաշտամունքը ոչ թե այդ փոխականների երկելը, բարելը, բան գրագյորը կերտան իրենց պաշտամունքին գնստին հանդեղը էդենին բան մի բաժակ սուրճ տարածեն, սուրճ խմելով աղոթում են, քարոզ լսում են, երգում են։ Դա չէ։ Ասոցիացիոն դա չէ։ Մեր մարդուս փումբաճա նպատակը դա չէ։ Եվ սա նորեն լավ հասկանալու համար մի տեսնենք, որ հրյա ժողովուրդը, այսինքն Մովսեսը ինչ տեսավ։ Մովսեսը տեսավ երկինքը եւ երկնքի մեջը այդ պաշտամունքը, որ մատուցվում էր տաճարի մեջը, երկնքի տաճարի մեջը եւ բաննա իրեն ասվեց, որ Երուսաղեմի տաճարը պիտի լինի նույն ձևով, ինչպես այդ երկնքի տաճարը։ Եվ երբ որ մենք կարդում ենք հայտնության գրքին մեջը, որ ահավասիկ երկինքը բացվեց եւ Հովհաննեսը տեսավ, որ Երուսաղեմը, երբ նային Երուսաղեմը գալիս է, իջնում է եւ հոնդեղը չափազանց է դա կրկրական է, որ տաճար չկա, որովհետև Հիսուս ինքն է տաճարը։
երկնային բան Պաշտամունքը լինում է Երուսաղեմի մեջը, բայց առանց տաճարի։ Զոհը մատուցված է, Հիսուսն է զոհը։ Հիսուս եւ զոհն է, եւ տաճարն է, եւ ամեն ինչ, եւ քահանայապետն է։ Այդ ամենը ինքն է։ Կտեսնեք որքան գեղեցիկ է մեր հավատքը։ Այո, պետք է ամենից առաջ խորությամբ հասկանալ ինչ է նշանակում պաշտամունքը։ Պաշտամունք բառը պետք է հլմեն բառ հասկացնել, որ այն մյուսներն իրար վրա շարվեն։ Երկրպագությունը դարբեր է, պաշտամունքը դարբեր է։ Երկրպագությունը ամբողջովին դարբեր մի բան է։ Երկրպագություն ես հասկանում եմ, որ ես ոչինչ եմ, եւ Աստված ամեն ինչ է, բայց պաշտամունքը, երբ որ ես տալիս եմ Աստծո, այդ ինչ որ արարածը ստիպված է դալ։ Եվ այսօր սա ավելավ հասկացած է Արիստոտելը։ Արիստոտելը ասում է, այդ ժամանակ որ գտնես, որ Աստված կա, պիտի ընդունես, որ դու այդ Աստծուն պիտի պաշտես։ Ուրեմն, ինձ համար չափազանց չայնացուցիչ է, երբ որ մարդիկ որ խոսին որպես երկրպագուներ, բաներ, որ այսինքն չեն հասկանում ինչ կխոսին։ Բայց պաշտամունքը միայն Աստծո է, եւ ով է Աստված, ինչ է Աստված, Աստված այդ նա է կամ այդ ինչն է, որ ամենակարևորն է իմ կյանքիս մեջ է։ Եթե խմիչքն է, խմիչքն է իմ Աստվածը։ Եվ պիտի պաշտեմ։ Ամեն ինչ երկրորդական կլինի։ Եթե կեղծություն է, կեղծությունը կպաշտեմ։ Եթե տրամն է, տրամն է, որ կպաշտեմ։ Եվ ամեն ինչ պիտի անեմ այդ տրամին համար։ Շնորհակալություն, Վարդապետ ջան։ Շատ հոգեսուն եւ մեծ բաներ։ Այս ամենը ցեզ կօգնի, որ դուք ավելի լավ հասկանաք եւ ավելի լավ աղոթեք եւ աղոթքին մեջն է, որ Աստված ցեզ կօգնի, ինչպես խոսեք ձեր շրջանագին մեջը։ Սուրբ ոգին է, որ պիտի խոսի ձեր սրտերուն մեջը եւ ձեր բերաններով ինքն է, որ պիտի բացատրություն տա մարդկանց։ Եվ այդ բացատրությունը մենք պիտի չի բահենք, մենք մեզի, այլ պիտի տարածենք կրծածնից չափ։ Խոսենք, որքան որ գիտենք, խոսենք։ Մեր բոլոր ժողովուրդը պետք է այնքան ժամանակ դրամատրե իր հավատքը ճանաչելու համար։ Այսօր չափազանց ուրախացա։ Այսօր կամ երեքը առաջնորդարանեն բան եկավ, որ երդասարտած հոգեն եչմեն պիտի սկսին, հայ կաթողիկի երդասարտած միություն։ Սա մի բան է, որ Կրանյան Վարդապետը Լիբանանի ինքն էր, որ սկսած էր հոգենմեն եւ հոգեն եչմեն։ Հոգենմենը հայ կաթողիկի միություն, որ պատանիների համար էր, բայց հոգեն եչմենը ավելի մեծերի համար է, նորեն երդասարտների համար է, ուսանողների համար է։ Ուրեմն նայենք ինչպես այդ ամենը առաջ պիտի երթա եւ որքանով իրենք պիտի կաչալերվին ամենը առաջ իրենց հավատքը հասկանալու։ Հավատքը հասկանալուց հետո սկսին ապրել այդ հավատքը։
Մյուս կողմեն ես հիմա ուրիշների միջոցով ցանկանում եմ սկսել երկու խումբ։ Մեկը երիտասարդական խումբ է եւ ուսամ որ այս երիտասարդական խումբը նաեւ միանա եկեղեցու, այսինքն սրբազանին այդ խումբին եւ այդ խումբի մեջ մի բան որ Լեհաստանի մեջ գոյություն ունի երիտասարդների միություն, երիտասարդներ ովքեր խոստանում են ապրել մաքուր կյանք, մաքուր սիրտ, այսինքն անոնք որ անդամակցում են, խոստանում են որ իրենք մինչև իրենց ամուսնությունը գույս պիտի ապրեն եւ ամուսնությունենալ հետո պիտի ապրեն հավատարիմ։ Նրանք ովքեր արդեն փոքր տարիք են գույս են պիտի խոստանում են որ գույս կուզեն մնալ մինչև ամուսնություն, իսկ եթե կան աշուշտ կա անցիկ ովքեր արդեն իսկ հարաբերություններ ունեցած են, խոստանան որ այլևս պիտի չունենան մինչև ամուսնություն։ Եվ ուրիշ խումբ կա ամուսնացած զույգերի համար, ուր ամուսնացած անցիկ եւ տղամարդը եւ կինը իրենք միանում են այս երկրորդ խումբին եւ իրենք խոստանում են որ իրենց միացած օրեն մինչև իրենց կյանքին վերջը խոստանում են հավատարիմ մնալ իրենց ամուսնությանը։ Շատ գեղեցիկ մի բան է։ Պիտի կարողանանք վստահելի եւ ցանկալի տեսածուներ կտեն Վարդապետ։ Ինչպես ասում եմ ցանկալի եւ վստահելի տեսածուներ են այդ տղաները։ Հա մեր աղջիկների համար։ Երբ որ առաջին անգամ խոսացի սրա մասին մի խումբ տղաք եւ աղջիկ էին, դրանքներուն երեսը դեսնեիր ասելով որ սա անհնարին է Հայաստանի մեջ։ Դժբախտաբար հիմա վիճակը այդպեսին է, բայց չի նշանակեր որ չի փոխվի։ Աղոթքն է որ ամեն ինչ կփոխի։ Իսկ Լեհաստանում քանի տարի է այդ խումբը կա եւ ինչպեսի ստատիստիկա է անցնում։ Քանի հոգի են։ Որովհետև ես ոչ լեհերեն գիտեմ, ոչ էլ ռուսերեն գիտեմ, շատ մանրամասնություն չունիմ։ Միակ բանը որ ես ունիմ, իրենք մի ամսաթերթ ունին, որ դպում են եւ լեհերեն, եւ ռուսերեն, եւ անգլերեն։ Չեմ գիտեր ինչպես եղավ այսօր 15-16 տարի եղեր 3 ամիս անգամ ինձ գկա այդ իրենց ամսաթերթը։ Եվ վերնակիրը անգլերենով love one another, սիրեցեք միմյանց։ Ամսաթերթի Թերթը շուտվանից կա, любите друг друга, բանկա, ռուսերեներով էլ կա։ Okay, բայց Լեհաստանեն է անիգա։ Եվ այս շարժումն է։ Պետք է աղոթենք որ այս ամենը իրականանա։ Երբ որ մենք մեր աղոթների մեջ ավելացնում ենք մեկ-երկու բան, չի նշանակեր որ մենք անկան ուրիշ բաներ ունենք որ ինչու ասուր մասին մտածեմ։ Չէ։ Եթե մեկ գիշեմ սրբազանը որ խոսում էր եւ ասում էր որ եթե մենք պատարակ մատուցում ենք կրնանք մենք պատարակը մեկ դիդավորության ասել կամ 1000 դիդավորության ասել տարբերություն չներ բայց մեկ բան կա որ երբ որ պատարակ մատուցում ես եւ միայն մեկ հոգի պետք է մեկ հոգի ընդհանրապես շատերեն բիչարնես դրամը ժամանակին սենկորասկե 400 տարի առաջ կանաներ կային որ օրը 7-8-10 պատարակ կնեին եւ ամեն մեկ պատարակի համար դրամ կստանային բայց հիմա եկեղեցին այդ ամենը արգելած է միայն երբ որ պետք է 2-3 անգամ
բադարակ կսենք, եւ ես շատ անգամ Հայաստանի մեջ ասել եմ 3 բադարակ, եւ Հայաստանի մեջ եւ Ավստրալիայի մեջ, բայց միայն մեկ բադարակի համար, եթե որևէ մեկը գումար դա, մեկ հատին համար գրնամ ստանալ ընդունել։ Ինչ է վեց։ Բզիկ բաներ։ Okay, հարցում ունեք։ Ես ունեի հարցում, բայց արդեն ուշ է, Վարդապետ ջան, մնամ մյուս անգամին։ Այդ ոսիկ Թերեզայի մասին, Սրբուհի Թերեզայի, երկրորդը Սրբուհի Թերեզա Մանուկ Հիսուսին ճանաչում եմ։ Իսկ այն առաջինը, որ ուսուցիչ է համարվում, նրա մասին ասեցիք, որ Սուրբ Երրորդությանը բան է եղել, հետ հարաբերակցվել է ու գրել է։ Ես կուզենայի սրա этот բանը նայել եմ, ֆիլմը նայել եմ, չի տպավորել։ Իմ մտածելով շատ անհաջող ֆիլմ էր։ Կուզենայի, որ իր այդ տեսիլքներից ու զգացողություններից ինչ որ բան պատմեիք, բայց թող մնա մյուս անգամին, եթե կարելի է։ Տեսեք, ես չունիմ, ես ոչ ֆիլմը տեսած եմ, ոչ էլ գիրքը գարտացած եմ, որովհետև նույնիսկ անգլերենով չեմ գտել իր գիրքը։ Ֆիլմը բոլորովին չտպավորեց։ Ես ֆիլմը չեմ սիրել։ Ես երբեք չեմ սիրել Հիսուսի ֆիլմերը դիտել։ Ոչ մեկ ֆիլմ չեմ սիրել։ Եվ որ գիրքը գա, ես ֆիլմը չեմ հանդուրժել։ Ասիկա իմաստական կաղապարս է, ամեն մարդ տարբեր կմտածի, ես ալ տարբեր։ Եղավ։ Okay, բարի գիշեր, ինչ է որ պատ։ Բարի գիշեր, շատ շնորհակալություն։ Շիրավ, Բարի գիշեր։ բարի գիշեր։ Տեսեք հարցումներ հարցրեք, հա։ Պատրաստեք հարցումներ, բարի